Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Լիա։ Շատ բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով։ Ակնկալում եմ հետաքրքիր զրույց ձեզ հետ։ Խոստանում եմ։ Վերջին շրջանում շատ ենք խոսում անհուսալիության համար, անելանելիության մասին, վտանգների մասին, կարծես թե իրար վախեցնում ենք եւ որքան ավելի գորշ ու վտանգավոր ներկայացնենք իրականությունը, կարծես թե ավելի շատ են լսում։ Քան ընդհանրապես այդպես է ինֆորմացիոն ոլորտում, եթե նկատել եք, ավելի շատ տալիս են որտեղ ինչ պայթեց, որտեղ ինչ հրդեհվեց, բացական ինֆորմացիան, որը բացական էներգիա է ստեղծում, ոնց թե ավելի գերակշռում է հակառակը դրականը։ Եվ այսօր ես ուզում եմ ձեզ խնդրել, գուցե այսօր խոսենք այն մասին, թե ինչը կարող է ուրախացնել, քանի որ շատ դրական իրողություններ կան, որոնց կողքով մենք անցնում ենք, ներքաշում ենք մեր մեջ այդ բացականը եւ կարծես թե sense պատնեշ ենք դնում, որպեսզի հանկարծ ոչ մի լուսավոր, ոչ մի լուսավոր, ոչ ինֆորմացիա, ոչ իրողություն մեր մեջ չներթափանցի եւ այդպիսով ոնց թե այսպես մենք ինքներս մեզ պատժում ենք։ Այո։ Եկեք այսօր, եթե դեմ չեք, խոսենք այն մասին, օրինակ, ինչը կարող է ձեզ այսօր ուրախացնել։ Միշտ։ Մենք երջանիկ ազգ ենք։ Մենք ապրում ենք մի փոքրիկ երկրում, որի տարածքում կան 5 մայրաքաղաքներ, հնուց մնացած, Արտաշատը, Արմավիրը, Գյումրին, Գորիսը, Երևանը։ Գորիսն էլ է եղել որոշ ժամանակ, Նժդեհի ժամանակ։ Եվ յուրաքանչյուր մայրաքաղաքը ոչ միայն կառավարչական ֆունկցիաներ ուներ, նա կառուցվում էր պատշաճ ձևով, որպես մայրաքաղաք։ Օրինակ Արտաշատը կառուցվել է Գանիբալի հատակագծով եւ ինքն էլ հետևում էր, որ ճիշտ կառուցվի Արտաշես առաջինի ժամանակ։ Իհարկե հիմա քիչ բան այնտեղ մնացել, բայց ինչը որ մնացել է, տրադիցիան է մնացել եւ պահպանվել է։ Օրինակ Արտաշատի թատրոնը դրամատիկական կառուցել է Ալեքսանդր Թամանյանի որդին, Գյորգի Թամանյանը իր նախագծով։ Բայց մեր ավանդույթը կա ճարտարապետական։ Մենք ուր գնում ենք, մենք անընդհատ մեր աչքը շոյում են հրաշալի ցանկապատները։ Օրինակ ազգային ժողովի, օպերայի, Կիևյան կամուրջի, ամենտեղ հրաշալի ցանկապատներ եւ մինչ օրս լավ խնամվող։ Ներկված եւ սև ներկով եւ բրոնզով ամեն շենքը հասարակ բնակելի շենքը 4 հարկանի, 5 հարկանի պատուհանների եւ բալկոնների դռների շուրջը քանդակագործ բարելիևներ։ Մեր ակադեմիայի շենքը վերևը երթիկ, ներքևը այդ 5 կամարները եւ էլի քանդակված պատեր։ Հայը պարզապես պատ կառուցել չգիտի։ Հայը պետք է այնպես կառուցի, որ աչքը շոյի եւ մենք պետք է նկատենք, որ շոյվենք։ Ես նկատում եմ, ես ուրախանում եմ։ Ինձ համար ամեն անգամ քաղաքով զբոսնելը երջանկություն է, որովհետեւ ես տեսնում եմ ոչ միայն իմ հայրենակիցներին, եւ ես տեսնում եմ այդ գանձերը։ Գիտես ոնց որ պապիկից մնացած ժառանգությունը մենք բանի տեղ չդնենք, ապանում էր պապիկը ժամանակին բան սարքել, թողել է։ Բայց այդ հրաշքը, երջանկությունն է, այդ այն կրթությունն է, որ երեխան աչքը բացվում է, տեսնում է։ Ինքը տեսնում է, որ 4 բոլորդ պետք է գեղեցիկ սարքես, պետք է ներդաշնակության մեջ ապրես։ Ցավոք սրտի, ես տեսնում եմ միտում հակառակի։ Օրինակ մեր հրաշալի կրկեսը քանդեցին, տեղը մի հատ ակվարիում դրեցին, որը չի գործում։
Այդ ակվարիումը նոր հյուրանոցի հողատկացնելու համար էր, թե ինչ էր, չգիտենք, բայց ամոթ պետք է գնահատենք, թե մենք շարքային երևանցիներս, գյումրեցիներս, արտաշատցիներս, թե յուրաքանչյուր կառավարիչ պետք է գնահատենք այն, ինչը ստացել ենք նախնիներից, դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև այդ, գիտես, այդ վիզուալ կոմֆորտի մասին ենք խոսում, բայց կա ձայնային կոմֆորտ։ Վերջի անգամ ես երբ ես լսել Երևանի սիրուն աղջիկ։ Դուք երկերի մասին եք խոսում։ Այո, ձայնային կոմֆորտը, երկերը, մեր երկերը ուր են։ Ուր են, մոլ մտնում ես, տարբեր խանութները մտնում ես, ամենտեղ տարբեր, բայց նույն ունի ծնգլ, որ երաժշտություն չկա, մեղեդի չկա, բառ չկա, ռիթմ չկա։ Ինչի, ես խոսացնում եմ աղջիկներին տենց դեպքերում։ Իրանք ասում են, մենք իրավունք չունենք ռեպերտուարը փոխենք, որովհետև ընդհանուր մի հատ հեռարձակող կա։ Ինքը պահանջում է, որ մենք այս ռեժիմին ենթարկվենք։ Էդու որ հայ ժողովրդից վեր է։ Հետո ես որ փոքր էի, մենք ապրում էինք Թումանյան փողոցում, այն դիմացի շենքում, հիմա դիմացը մեր հյուսիսային պողոտան է, իսկ այն ժամանակ փոքր խրճիթներ էին ցավ։ Եվ բոլորը պահում էին հուշ։ Իսկ աղավնիները ծույլիկ են։ Իրանք որպես չգերանան, տերերը իրիկնամոտին իրանց հանում էին դուրս, ստիպում էին, թրցնում էին, մենք ասում էինք թրցնում են։ Այո, ամբողջ երկինքը աղավնիներով լցվում էր։ Իսկ իրանք էլ շատ հաճելի ձայն են հանում, հա։ Գլգլում են։ Հիմա լավ, այդ խրճիթները չկան, աղավնի պահողները քիչ են, բայց ես բազմաթիվ քաղաքներ գիտեմ, որտև քաղաքապետարան աղավնիներին պահում։ Ես արդեն մեծ էի թորանս հետ գնացի Փարիզ, հիշեցի Երևանը իմ մանկության։ Ամեն հրապարակում քաղաքապետարանը հատկացնում է, բերում էին, կուտ էին ցանում, աղավնիները հավաքվում էին, այդտեղ ուտում էին։ Լավ բան է, աղավնին լավ բան է, համերաշխության, սիրո նոյի սիմվոլն է, չէ, պահենք։ Մայիս է գալիս, ծիծեռնակներն են գալու, սպասում ենք ծիծեռնակներին։ Գիտես ինչ, ես օրինակ խորհուրդ եմ տալիս։ Դուք սպասում եք, ֆիքսում եք այդ պահը, երբ որ ծիծեռնակների առաջին անգամ լսում եք, որ ծիծեռնակը եկավ։ Գիտես ինչ, ես որ փոքր էի դպրոցում, մեր տղաները աշխատանքային ժամերին սարքում էին ցարյակների համար տնակներ։ Ու Երևանում կախում էին այդ տնակները։ Ինչու է պետք, որ սարյակը տուն ունենա, որովհետև ագրավը սարյակի ձվերի մուշտարին է։ Գնում է ուտում է ու սարյակները չեն բազմանում։ Իսկ սարյակների երգը ի տարբերություն ծիծեռնակների, իրանք ուղղակի ծլվելու են։ Սարյակները երգում են, երգող են։ Այդա հրաշք է։ Ես առավոտյան արթնանում եմ սարյակների երգից։ Մեր բակում ծառերի վրա իրանք ապրում են։ Հիմա իմ խորհուրդն է, իմ սիրելի հայաստանցիներին, որտեղ էլ ապրեն, հայրիկներին եւ պապիկներին, ուզում եք ձեր տղան մեծանա տղա, ոչ թե զոմբի։ Հիմա անհապաղ ճարեք փայտը, հանեք վաղուց մոռացած գործիքները, սարքեք սարյակների համար տնակներ։ YouTube-ում ամեն ապուշություն խորհուրդ է տրվում, բայց նաև հրաշալի խորհուրդներ կան սարյակի տուն սարքելու համար, սկվարիչնիկ։ Աչուրդ ֆորմատի թղթի չափա, արտաքին կողմը, հազար ու մի խորհուրդ կա, որ պետք է բանը լինի, ինքը շեղված լինի մի քիչ դեպի առաջ, որ անձրևը կարկուտը մեջը չմտնի, հազար ու մի բան։ Բայց
Եկեք օգնենք էլի մեր քաղաքին, թող ծլվալոց լինի, ոչ թե ագրավների կռկռոցը, որ ոնց որ թուղթ ու գիրելի ձայնային։ Այդպիսի բաներ կան, որ մենք շատ քիչ ուժ գործածելով կարող ենք լավացնենք մեր միջավայրը։ Այդ սիրո մթնոլորտը մի քիչ շիկացնենք, լավացնենք, որ մարդիկ սիրով դուրս գան, սիրով լսեն, սիրով տեսնեն, իրար դեմքին նայեն ուրախությամբ, ուրախացնելով։ Դժվար չի, չէ՞։ Երբեմն փորձել եք լսել փողոցի ձայնը։ Ես Հա։ օրինակ շատ եմ սիրում լսել, ընդհանրապես առավոտյան, դա շատ գեղեցիկ է, երբ որ դեռ նոր Իսկ ագրավները ակրավներն են ձեր ականջին, այսա այն հարցն է, որը ինչ եք դուք լսում, ակրավ եք լսում։ Չէ, ես ագրավ չեմ լսում։ Ես հակված եմ լսել ներդաշնակությունը։ Բայց քանի որ գիտեմ, որ տատանումները ձայների տարբեր էֆեկտ են բերում, ես գիտեմ, որ ագրավներինը իջացնում է հաճախականությունը։ Իսկ դա վատ է միջավայրի համար։ Լավ, մենք խոսեցինք հարցս հետևյալներ, ինչը կարող է ձեզ այսօր ուրախացնել։ Ինչն է ուրախացնում ձեզ։ Ամեն ինչը։ Ես տեսնում եմ մեր բալիկներին, Երիտասարդության։ չէ, բալիկներին, փոքր բալիկներին, աչուկները վառվռուն, իրանք չարաճճի։ Ես երջանկանում եմ։ Ես տեսնում եմ երիտասարդությանը, երջանկանում եմ։ Կանայք եւ տղամարդիկ շատ շնորհքով են իրենք։ Գիտես, մի հրաշալի ջահելքին գիտեմ, որը արտասահմանցու հետ է ամուսնացած։ Հիմա իրանց մոտ հյուրեր էին եկել Իռլանդիայից։ Ու իրանց աղջիկը, իրանք քանակերում թե որտեղ վերևներն են ապրում։ Դուրս էր եկել քաղաք 13-ամյա աղջիկը ու կորել էր, մոլորվել էր։ Մեծ ուշացումով եկավ տուն, հետը մի 12 տղա վերեցին իրան, մոլորվել էր, այդ տղեկը բերին հասցրին։ Իռլանդացիները շշմել էին։ Ասեցին մեզ մոտ լավագույն դեպքում դուք իրան կգտնեիք բռնաբարված։ Վատագույն դեպքում պետք է քաղաքով մեկ իր մասերը փնտրեիք, գտնեիք կտորտանքը։ Մեզ մոտ անհնար է, որ այսպիսի բան լինի, որ 13-ամյա աղջիկը տղաներին խնդրի իրան տուն հասցնեն ու հասցնեն։ Իսկ մեզ մոտ դա ամենուր է։ Ես մի հոդված կարդացի Facebook-ում ռուսկիներ գրում, որ Իրիկնամուտին հեռախոսը նստել էր, իսկ ինքը նոր էր եկել Հայաստան, տեղ էր բնակարաններ վարձել ու չէր հիշում տունը ոնց գտնի։ Ասում եմ, տեսնում եմ հետևից տղեկ են գալիս։ Ամենավտանգավոր տարիքային խումբն է։ Ասում եմ, ասեցի, ինչ անեմ, ճար չկա, հարցրեցի իրանց։ Իրար մեջ սկսեցին արագ-արագ հայերեն խոսել։ Հետո մեքենա կանգնացրեցին, մեջից թափեցին էլի այդքան տղեկ, էլի արագ-արագ հայերեն խոսում էին, չէին հիշում։ Հետո եւս 3 աղջիկ բռնեցին փողոցում ու բոլորով ինձ բերեցին, հասցրեցին այդ տան մոտ։ Ասում եմ, ես ասացի, հա, հեսա, ես այդ տունը շնորհակալ եմ, իրանք ասեցին, չէ, ասեք, մենք ձեզ միջև մուտքը հասցնենք, որ մենք հանգիստ լինենք։ Այս բանը աշխարհում ոչ միտեղ չկա։ Այդ պատրաստակամությունը մարդուն ծառայել այն իմաստով, ընկերական իմաստով, որ ինքը երջանիկ լինի, լավ լինի, իր նպատակին հասնի։ Չկա տենց բան աշխարհում։ Ոչ միտեղ։ Նման դեպքերը շատ են, շատ են, և երբ որ այդ ռելոկանտներին խոսացնում են, առաջինը ինչ ասում են մարդիկ, Հայաստանի շատ թանկաստեղ, դժվար է ապրելը, բայց մարդիկ մի հատ երեխու հարցրեցին, թե ստեղ դուրդ գալիս է, ասեց շատ, ինչի ասում է ես գնացել էի սպորտի, այդ իմ վրի հագուստը շատ դժվար է հագցնել էլի, ասում է մի անգամից 3 տարեկան ինձ օգնեցին, մեր մոտ այդպիսի բան չկա, մենք ուրիշ ենք։ Լավ, բա ոնց անենք, որ այս թշնամությունը չեմ ասում լրիվ վերանա, դա շատ լավ կլիներ, եթե վերանա։ Քարոզը Գայանե ջան։ Բայց մի քիչ գոնե մեղմանա։ Չէ, քարոզը, օրինակ հնարեցին ժեղ բառը, որի ոչ ես ոչ դու չենք իմացել առաջ։
ով հնարեց, ով մեջտեղ գցեց, ով սկսեց աշխատացնել դա, ով օգտագործեց որպես զենք։ Դա ծրագիր է ուրեմն։ Չէ՞ որ ես ազգի մեջ դες բան չկար, Թումանյան բացարա, Պերճ Պրոշյան բացարա չկար դες բառ։ Գիտես ինչ, մեզ թվում է, որ մենք ոչ մեկին չենք հետաքրքրում, մենք շատ ենք հետաքրքրում, բոլորին, բայց առավելապես մեր թշնամիներին։ Լավ, բայց ինքնապաշտպանական բնաստ չունենք արդյոք։ Ինքնապաշտպանական Բոլորը գիտակցում են, ընտանեկան ինչ դուք ասում եք, բոլորը գիտակցում են, որ դա մանիպուլյացիա է, որ մեզ հատուկ մեզ վրա աշխատում են, որպեսզի մենք իրար այդ ես չեմ ասում Facebook-ը միայն, բայց վերցրեք ամբողջ սոցցանցերը, դա եթե մի հատ թեմա է բարձրանում, արդեն իրար ամերժ ոչ միայն իրենք վիճում են, վիճելու դա մշակույթ է, չէ՞, վիճելը քո տեսակետը, այնտեղ վեճ չէ, այնտեղ կռիվա։ Այո, հայհոյանք է։ Այ ինչպես մենք հետ գամ, ինքնապաշտպանական բնաստ չունենք մենք։ Իհարկե ունենք։ Այդքան գիտակցություն չունենք զսպվելու կամ չտրվելու այդ։ Օրինակ փոքր երեխան ինքնագիտակցություն չունի, դրա համար իրան պետքա որ կողքը մեծեր լինեն, հա, որ իրան ասեն, էս բոբոյա, էս պոպուշա։ Որ ինքը իմանա, որ բան էլեկտրական ռազետկայի մեջ մատը չպետք է մտցնի, կրակի վրա չփահի եւ այլն։ Մեծը դրա համար է պետք։ Ինչից սկսվեց անկախությունը Հայաստանի, եթե հիշում ես։ Եկան ստանդարտները, այդ վիտամին ակումբ, 32 ատամ եւ այլն, սկսեցին տատիկներին, պապիկներին ապուշանել, ծաղրել։ Սկսեցին Վարդան Մամիկոնյանին ծաղրել։ Այսինքն հեղինակություն այլևս չկան, հայեր ջան, ջահելներ ջան, այսպես դուք տգետ, անգրագետ եւ անդաստիրակ մնացեք, ճիշտը սա է։ Եվ ամեն ինչ դրան էր տանում, եթե առաջ մեծահասակների թոշակից իրանք օգնում էին ջահելներին, եղավ հակառակը, թոշակառուն անօգնական մարդ է, եթե իրան ջահելները չօգնեն։ Մեր թոշակներից մենք կարող ենք բացի տան վարձից ուրիշ բան անենք, ոչ մի բան։ Դա հազիվ հերիքում է լույսը ջուրը բնակվարձը։ Այսինքն մեծերին դրեցին կախման մեջ ջահելներին տվեցին անկախություն մեծերի կարծիքից։ Ու գնում է։ Դպրոցը զրկեցին դաստիարակելու իրավունքից։ Դպրոցը իրավունք չունի դաստիարակելու։ Ինչ ասել է դաստիարակելու իրավունքից զրկեցին, բացատրեք։ Դաստիարակելու այնա, որ մենք սովորում ենք, նույնիսկ փողոցի կանոնները շարժվելու, որ կանաչ լույսը տալիս են նոր պետք է անցնես փողոցը, կարմիրի վրա պետք է կանգնես։ Այդ դաստիարակչական դասի ժամանակ էր։ Հիմա չկա։ Այն որ պետք է ներկա մարդու մասին չասես ինքը։ Ամոթ է, պետք է ասես տիկին Գասպարյանը կամ պարոն Պետրոսյանը, չես իրավունք չունես ասում, ինքը ասեց, իսկ մենք խանութներում շատ հաճախ տեսնում ենք, հա, գործակատարների վարքը։ Հազար ու մի սենց նրբություններ, որ մենք անցնում ենք դպրոցում, որ ընկերությունը անհրաժեշտ բան է, որ դու կայանաս եւ մարդ դառնաս, որ ուժեղ աշակերտը պետք է պարապի թույլի հետ, ոչ թե ծնողները փող տան դաս ուսուցման համար եւ պարապում էինք։ Մեր դասարանի տղեկի հետ կռվում էի, հենց շարադրության օրը գալիս էր, իրենք հերթով գալիս հերթեին կանգնում իմ հետ նորից ընկերանալու, որովհետև գիտեին, որ պատրաստ ենք իրար օգնել։ Եվ հակառակը, օրինակ, սպորտից ես թույլ էի, երբ որ խաղում ենք խմբակային սպորտային խաղեր, մեր ուժեղ երեխեքը ասում են լիարի իմ թիմը։ Ինչն են կորցրել։
այդ դեպքում, եթե ինքնապաշտպանական բնազդը ասում եմ, ոնց որ թե դրա այդ թեմայով չխորացանք, բնազդ ոնց որ թե չունենք, թույլ չտալու, որպեսզի մեզ ներքաշեն այդ հայհոյախառը կռիվ գիծ վեճերի մեջ։ Մի հատ լավ ամերիկյան կինո կա, Բորնի ինքնությունը, իդենտիֆիկացիա Բորնը։ Մի հատ ամերիկյան սպա, բանի CIA հանձնարարություն ստանում աֆրիկյան առաջնորդի սպանելու։ Ինքը մտնում է իր շոքենավը եւ երբ որ իր խցիկն է մտնում, տեսնում է, որ այդ մարդը քնած է երեխան ծոցն է։ Ու ձեռը չի գնում, որ սպանի երեխան մոտնա։ Վերջ իրան բացահայտում են, կրակում են, ինքը վիրավոր ընկնում է ծովը եւ ալիքները բերում են իրան ափ։ Այդտեղ փրկում են, տանում են հիվանդանոց։ Ֆիզիկապես ինքը վերականգնվում է։ Բայց ինքը հիշողությունը կորցրել է։ Նա ամեն ինչ կարող է անել, բայց ինքը չի հիշում ինքը ով է։ Ինքը հերոս է եղել, նկարիչ է եղել, բժիշկ է եղել, չի հիշում։ Եվ կամաց ֆիլմի ընթացքում իսկ ինքը մեխանիկորեն լինում է, որ մարդ է սպանում։ Ռեակցիան այդպեսին է, որ վտանգ է տեսնում։ Չգիտի, որ ինքը ՑՌՈ-ի մարդասպան էր։ Կամաց կինոյի ընթացքում ինքը բարձաբանում է, հայտնաբերում է, թե ինքը ով էր։ Ինքը ինչի համար էր ծառայում եւ ինչու էր այդպես պատահել եւ արդյոք կա ուրիշ կյանք։ Հիմա նույնը թե մեզ, թե շատ ուրիշ ազգերի բերում են այդ վիճակին։ Բորնի պես մենք չենք հիշում մենք ով ենք։ Մենք բամբասողներին, դրսի բամբասողներին հավատում ենք, որ մենք ոչ մի բան ենք։ Այն օրը բանով YouTube-ով տեսնում եմ մեկը ստեղ հայկական անուն ազգանունով մարդ։ Տալիս է ադրբեջանական կայքին հարցազրույց։ Ասում է դե հայերեն 150 տարվա լեզու է, էլի, ինչ հայերեն։ Հայն է ասում։ Ինքը հայի անուն ազգանուն ունի։ Այդ անուն ազգանուն ունենալը դեռ բայց հայի անուն է հանը, ինքը հաղորդումներ է կարում։ Բայց ասում է մեկը կար, մի հատ գնչու տղա էր, հայերը չեն հիշում, սիրում դրա մասին խոսել։ Այդ գնչուն տղան իրանց տվեց այդ լեզուն, դա ով էր։ Խաչատուր Աբովյանը։ Այսինչ բաներ են հասկանում ես տեղի ունենում։ Խաչատուր Աբովյանը գնչու տղա։ Հիմա դրան բռնես, ծեծես, անիծես, ինչ անես այդ նիգաջային։ Երբ որ պետության մեջ չկա այդ զսպանակը։ Երբ որ պետությունը նման մարդուն չի բռնում ու իր որոշումը չի կայացնում։ Այստեղ ստացվում է երկու ուրեմն նոր թեմա է բարձրացնում, վերահսկողություն, սահմանափակում, դեմոկրատիան վատ է, ավտորիտարիզմը լավ է։ Այդ մեջտեղի ոսկե միջինը ո՞րն է։ Այս դեմոկրատիա է, երբ որ ինձ վիրավորում են, ես հայ եմ։ Ինձ վիրավորում են, ասում են դու դրա համար ասում սահմանը որտեղով է անցնում։ Մի կողմը դեմոկրատիա, ճիշտ է, ով է սահմանում այդ ճիշտը եւ չէ, իսկապես ավտորիտարիզմը եւ ուրեմն ժողովրդավարությունը։ Մեջտեղը գիծ կա։ Ես կարծում եմ, որ մենք ժողովրդավարություն բառը դարձրել ենք ֆետիշ եւ դրա հետեւը շատ ավելի բան ենք պատկերացնում, թե քան կա այսօր։ Օրինակ, այսինքն ժողովրդավարության, ես մի քիչ այլ թեքեմ ուրիշ ուղղությամբ, ժողովրդավարության անվան տակ ամենաթողությունն է։ Այո, ապրես, այո։ Դա ժողովրդավարություն չէ։ Իրականում ընկեր Տրամպը բանը գենդերների հարցը վերջը տվեց, շատ հասարակ որոշումով, տղամարդ կակին վերջ։ Բայց ինչքան ներվ ենք մենք քայքայել գենդերային օրենքի դեմ։ Ես ինֆարկտ ստացա այն ժամանակ։ Ինչա, որ իրանք ուզում էին, որ անպայման Հայաստանում գեյ պարադ լինի։ Դες բաներ կան, հասկանում ես, գրել են բանի տրանսպարանտի վրա դեմոկրատիա ու դրա քողի տակ ինչ այլանդակություն ասես անում են։ Այն բաքսեր աղջկա քիթ մռութը որ պամիդոր սարքեց բաքսեր տրանսգենդերը։ Այդ դեմոկրատիայի բան քողի տակ էր, չի արվում։ Օլիմպիական խաղերին Ֆրանսիայում։
դեմոկրատիա, տրանսգենդերն էլ կարող է մասնակցի, բայց տրանսգենդերը տղամարդ էր։ Այդպես հեշտ է, ձևանում ես տրանսգենդեր, բայց կանանցերը անիծում ես, բայց կանանցը շահերն ես իբր թե պաշտպանում, չէ։ Այս խաբեբաները մտել են ոչ միայն քաղաքական դաշտ, մտել են ամենուր, մտել են նաև դպրոց, որտեղ կան պատմության և հասարակագիտության ուսուցիչներ, որոնք նույնպես նսեմացնում են մեր պայծառ անցյալը և պայծառ էությունը։ Շատ բաներ հիշում ենք, չէ, երբ որ այն կինը եկավ Կանադայից հայ կինը և Կարմիր խնձորի թաղումը կազմակերպեց։ Ինչ էր խանգարում Կարմիր խնձորը իրան Կանադայում նստած։ Շատ հրաշալի ավանդույթ է իմիջիալոց։ Կարմիր խնձորը գիտես ինչի համար է։ Հաջորդ օրը, երբ որ գալիս են աղջկա ծնողների մոտ, խնամիները, գալիս են միայն կանանց դելեգացիան է գալիս։ Կիսուրը, տալերը, հարսերը մյուս գալիս են կարմիր խնձորով, կարմիր գինիով եւ այլն եւ շնորհակալություն հայտնում, որ առաքինի էր, կույս էր աղջիկը։ Բայց իրականում կանանցով քեֆ են անում։ Այդ երբ որ կանայք չեն զսպում տղամարդկանց կողմից, իրենք սկսում են խոսել ջահելների ինտիմ փոքրիկ գաղտնիքների մասին, թե տղաս այս ճաշը չի սիրում, զզվում է, աղջիկա տասը հանկարծ չսարքի։ Կիսուրը եթե ասի, այդ աղջիկը կնեղանա, բայց մաման իրան եթե հասկացնի, տենց կլինի։ Կամ աղջիկս այս բանից վախում է, ասա հոթը հանկարծ տենց բաներ չանի։ Հիշում են իրանց մանկությունը, երեխեքի, մերձենում են, դառնում են ընկերուհի։ Կարմիր խնձորը դրա համար է։ Ոչ թե ինչպես Աֆրիկայում վերցնում են պաստառի վրա արյունն են քսում ու կախում բակում։ Այս մի հրաշալի տոնակատարություն է, որը եւ հիշատակում է, որ աղջիկը կույս էր, բայց կարևորը այն է, որ երկու կողմերի կանայք, իսկ տան մթնոլորտը կանայք են ստեղծում, խեղճ տղամարդիկ անձոր են այդ հարցում։ Կանայք մերձենում են, իրար պատմում են պուճուրիկ բաներ, միասին ուրախանում, անեկդոտ պատմում, կոլեկտիվ արդեն։ Վաղը մյուս օրը բան պատահեց, խնամուն կարող է հանգիստ զանգել, ասի Մանուշակ ջան, սենց բան կա, խնդրում եմ դու բան արա, էլի։ Ճիշտ եմ ասում։ Ինքնապաշտպանության մասին ենք խոսում, ինչպես պաշտպանվել այդպիսի կեղծ եւ վտանգավոր զարգացումներից, որոնց մեջ փաստորեն նենգափոխված ինչ որ գաղափարներ, տեսեք դուք Կարմիր խնձորի թեման բարձրացրեցիք, ասեցիք, ճիշտ է, նենգափոխում ես այստեղ չտեսա, բայց ասեցիք այստեղ կա մեկ ավելի հետաքրքիր այս ծեսը, այս ավանդույթը ունի իր մեջ մեկ այլ յուրաքանչյուրի, որ բանը ասում են գաղափար, 7 գիշեր տևեց, որ 7 գիշեր չեն նստել կերեր խմել։ Մի օր մսացուն են սարքել, մի օր հաց են թխել, մի օր դերձակները շորերն են կարել։ Դες ես կասեն ժամանակները փոխվել են, ավելի արագացել է կյանքը, գյուղում գուցե այդ ավանդույթը պահպանվել է, դուք գյուղը եւ քաղաքը չեք կարող համեմատել։ Լավ չհամեմատեմ, բայց երբ որ ես տեսնում եմ հարսնացու այսպես բացված, որ գնում է պսակի, ես չեմ հասկանում, ինչ է լինի իր քաղաքի անունը։ Չեմ հասկանում։ Որ ինչ։ Դու հասնացու ես, դու դեր տեսականորեն օրիորդ ես։ Բանը Մելնիկով Պիչերսկին հրաշալի ռուս պատմաբան էր և գրող, ինքը բանի հնահավատների մասին վեպեր ուներ երկու, մեր մալականների պես, են մարդկանց, որոնք չընդունեցին Եկատերինայի ժամանակ ընդունված, ինչպես իրանք էին ասում, ավստրիական հավատքը։ Այն ժամանակ փոխվեց ռուսների։ Ստարաբրյացի։ Հիմա հերոսը մի հատ հայտնի շատ հարուստ բան է, վաճառական է, բայց ոչ թե արևտրի վաճառական է, այլ ձեռներեց գյուղում։ Ու
իրանք պարտավոր էին այն ժամանակ, քանի որ ադաթը կար։ Բոլոր տոներին իրանց բանվորների համար սեղան գցել դուրսը, նվեր տալ եւ այլն։ Տուն էին մտնում պետք է սկզբից 7 անգամ աղոթեին սրբապատկերի վրա, հետո նոր բարևեին տանտերերի եւ այլն։ Հիմա իրանց մոտ գալիս են մարդիկ, որ ուզեն իրանց աղջկան, իրանց տղայի մոտ, որոնք ապրում են Պետերբուրգում, բայց նախկինում այդ գյուղում էին ապրում։ Ու Պետերբուրգից են եկել, պետք է գլուխ կովան։ Բա մեզ մոտ սենց, բանա շաբաթվա վերջում երեկույթներ են լինում, մեր կանայք աղջիկները բաց գեստով են ման գալի, սրանք ասում են ոնց թե դուք թույլ եք տալի ձեր աղջիկները բաց գեստերով ման գան, մեջքը բաց ուսերը բաց, ասում են հայ իհարկե մայրաքաղաք, իրանք ասում են մենք աղջիկ չունենք ձեզ ու տալու։ Մարդ պետք է իմանա ինչն է սիտակ, ինչ է չէ, դրա համար պետք է գրագիտություն չկա, թող լինի մեծերին հարգելու ունակությունը։ Գիտես, բանա տարաճանաչ լինելը, բայց անգրագետ լինելը վտանգավոր է։ Ամեն տարաճանաչ կարծում է ինքը գրագետ է, ոչ։ Շատերը տգետ են, որտեղ սեփական ազգի արժեքները չգիտեն, որ այս ազգը մնացել է ամեն եկվորից հետո նույնությամբ։ Եթե դնեթե նույնն է, ուրեմն ստեղ էլ պետք է նույնը լինի, 5,500 տարվա վաղեմության մաքուր գեն մնացել է հայուհիներին, մետախանդրիալ գեն։ Ուրեմն պետք է վարքն էլ համապատասխան լինի։ Բոլորը նեղվում են չաղանալու համար, հա, բայց առաջ դու որպեսի ճաշ եփես, այնքան պետք է գործ անեիր, էլեկտրական չէր մսաղացը, ծորենդ արդեն ալուր չէր դարձած, 1000 ու մի բան, դու ամեն ինչ ձեռքով էիր անում, ու քո ծախսած էներգիան հազիվել կերածդ ճաշը բավարար էր։ Բայց հիմա ասում են բանը, օրինակ Միացյալ Նահանգներում որոշել են, որ քանի որ գեր մարդիկ արդեն բնակչության մեծ մասն են կազմում, բոլորին անվճար հատկացնել նիհարելու հաբերը։ Սխալ են մտածում մարդիկ։ Սխալ են մտածում։ Չեն ուզում պատկերացնել, թե ինչ է աշխարհը։ Հիմա տես, մենք բոլորս դարձել ենք աղբ արտադրող մարդիկ։ Օրեկան ինչքան ենք աղբ թափում։ Այս փաթեթավորումը ինչի համար է։ Որ ինչ մեզ խափեն, որ տեսեք ինչ սիրուն է մեր թխացածը կամ մեր սարքած կանֆետը, ինչի համար է այդ փաթեթավորումը։ Մենք որ փոքր ենք կանֆետը ոնց ենք առնում խանութում։ Թղթից սարքում էին կուլոկ, կշռում էին կանֆետը, մեջը լցնում էին, պակաս էր կանֆետը։ Իսկ հիմա այդ ճռճռան ցելոֆանով, 5 լեզվով հետևը տեքստ, որ չես կարող կարդալ, պետք է գնաս հասնես բյուրականի աստղադիտարան, այդտեղի խոշորացույցով կարդաս։ Աստված գիտի ինչա գրած, ինչ ավելումներ կան, բայց անընդհատ արտադրվում է աղբ։ Ուտելիքի կողքը արտադրվում է շատ ավելի շատ աղբ։ Հետո ասում են էկոլոգիան վատ վիճակում է, եկենք մենք թողնենք այս խայտարակ վիճակում գտնվող մոլորակը գնանք Վեներա։ Մետեղ փորձենք աղտոտել։ Համակարգային մարդիկ չեն ուզում մտածել։ Երբ որ համակարգային ես մտածում, դու ավելի ճիշտ ես ապրում, խեղճդ ավելի հանգիստ է։ Դու սիրով ես ապրում, դու ուզում ես լավացնել կյանքը։ Երբ որ համակարգային չի, ճիշտ հակառակը նստում ու նռում ես, վնգում ես, թե հետ ինչ վատ է ամեն ինչ։ Լավ, եկեք փորձենք հանրագումարի բերել, որտեղ ենք սխալվել, որտեղ ենք սխալվում եւ ինչպես ճեղքենք այդ անհուսալիության, անելանելիության, այդ հոգեբանական տրամադրվածությունը եւ ինչպես նորից տեսնենք մեր լուսավոր նույն քաղաքը, մեր վարդագույն քաղաքը,
Որտեղ արևը չի դադարել գալ եւ ապրել։ Կան բազմաթիվ լավ ազգեր, լավ էլի լավն է, հիմա վատ ազգ չկա։ Նույնիսկ թուրքն էլ ազգ է, էլի աստված որ դիմանում է իրաց, ուրեմն պետք է։ Բայց որոնք չունեն մշակույթ։ Օրինակ ոչային ճարտարապետություն շատ քիչ ազգեր ունեն։ Հիմա իրանք էլ ստիպված հնարել են գրաֆիտի։ Վերցնում են պատի վրա խզբզում են։ Հիմա հայերը կարծում են, որ մենք գրաֆիտի չունենք, պակաս ազգ ենք, սկսել են գրաֆիտի անել։ Ստորգետնյա անցումներում։ Դե ժամանակակից միտումներ են, տենդենսներ են։ Ցավոտ տանեմ ամեն ինչն էլ ժամանակակից է։ Դե կյանքը առաջ է գնում։ Կոնդում, արդյոք դա առաջ է։ Դա էլ արդեն ամեն մարդ ինչպես է գնահատում Չի, իրավիճակը։ ես ապրում եմ կոնդի մոտիկ։ Երբ որ ես կոնդում այդ կապիկությունը տեսնում եմ, ես ամաչում եմ ինքս իմ ազգից, որովհետև չի կարելի։ Կոնդում դուք գրաֆիտի եք դնում, որ ինչ, եւ դա հովանավորվում է։ Ինքնագործունեություն չի։ Ստեղ ձեր դիմացը, Պապլավոկի շենքը, այդ ինչ են կարմիր կափարիչի մեջ դրել։ Որ ինչ։ Դա Պապլավոկը չի կողքի շրջարանն է։ Նո, ոչ Մենք չի։ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսի գորշ գորշություն, ամեն ինչը գորշ գույներով չտեսնենք։ Գայանե ջան, մենք տեսնում ենք այն, ինչը կա, ուրիշ բան մենք ինչպես ենք տրամադրված։ Հենց դրա մասին Մենք եմ տրամադրված խոսում, ենք տրամադրված։ Նորից եմ ասում, սիրում ենք արևը մեր չի քաղաքը։ դադարել ժպտալ, գալ, մեր քաղաքը լուսավորել, ճիշտ է։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը թույլ է տալիս, որ շենքերի ֆասադները լինեն ապակեպատ։ Ինչը շատ վատ է, այդ նույն արևը շիկացնում է քաղաքը, ինչը չպետք է լինի։ Դա վտանգավոր է ուղղակի, ջերմաստիճանը քաղաքի ընդհանուր ջերմաստիճանը բարձրանում է։ Գուրգեն Բորյանը ուներ հրաշալի բանաստեղծություն, վերջերս խնդրեցի, որ ինձ համար ճարեն, մեր ընկերներից մեկը Գոհար Պալյանը նվիրեց ինձ։ Աբովյանի ծառերը։ Բանաստեղծություն, որտեղ ինքը հիշում է, թե ինչպես պիոներեր իրանք Աբովյան փողոցի ծառերն էին տնկում, հետո արդեն դարձավ պատանի այդ ծառերը իր սիրտն էին տաքացնում, ինքը հիշում էր մանկությունը, ինչպես հիմա իր բալիկի հետ ինքը այդ ծառերից տվերում հով գտնում։ Աբովյան փողոցի ծառերը։ Հիմա այդ սակուրաները, որ բերել այն տունցակվածը դրել է, այդ ինչ է։ Ինչի համար, ինքը գիտի, որ սակուրան ստվեր չի տալու երբևիցե։ Ունակ չի։ Այս հողի համար չի, այս բնության եղանակների համար չի։ Մենակ փողա լվանում։ Չի կարելի։ Գիտես ինչ, Գայանե ջան, ես հասկանում եմ, որ անընդհատ շեղվում եմ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս ինչ անում ենք, անենք սիրելով։ Սիրելով իրար, սիրելով մեր քաղաքը, սիրելով մեր ազգը, մեր գյուղը, ինչը անում ենք, դա անենք։ Դրա համար պետքա դաստիարակություն, որ մեծերը ոչ թե հեռախոսի մեջ լինեն, այլ իրանց բալիկների հետ, որ գիրք կարդան երեխեքին, մեր հեքիաթները, մեր ժողովրդական հեքիաթները, որտեղ ամեն տեսակի գրագիտություն կա, ամեն ինչ սովորացնում է հայկական հեքիաթը։ Զարմանալի է, ես իմ տարիքում հայտնագործություններ եմ անում մեր հեքիաթներում, զարմանալի բան, որովհետև դա մի հատ տիեզերք է հայկական հեքիաթը, չեն կարդում բալիկներին, ինչի, այս օրվա լրատվությունը ավելի կարևոր է, քան այս քո գյոզալ երեխեն։ Սերը և գրագիտությունը անհրաժեշտ հատկանիշներն են հայի, ինչը միշտ եղել է։ Եվ պետք է պահպանենք դա կարևոր հատկանիշ է։ Կան տեսակներ, որոնց դա պետք չի։ Ինքը ասենք թե անգլիացի, ինքը կանգնում է, ասում է ես անգլիացի եմ, ուրեմն ամենալավն եմ։ Սաղատ ինչպես մեկ եղեք։ Ինձ նախանձեք։ Իմ թագավորը նույնիսկ Կանադայի թագավորն է, թող ոչ ոք չփորձի։
Կանադան իրան միացնի, չէ։ Կա առասպել, վավերացված առասպել եւ պահպանվում է։ Հիմա մենք ճիշտը ունենալով չենք պահպանում։ Իհարկե դժվար է մեր դեպքում, որովհետեւ մեր դեմ շատ են աշխատում։ Շատ ուժեղ քաղաքական ուժեր, բայց պետք է անենք, պարտավոր ենք։ Տղամարդ ես, կա ասացվածք, չէ, պետք է տուն շինես, ծառ տնկես, տղա մեծացնես։ Եթե դա չես արել, ուրեմն դու ունակ ես տուն քանդել, ծառ կտրել, տղա սպանել։ Այսպես է։ Մեր տղաները անբան թափառում են, չեն ամուսնանում։ Ես հասկանում եմ, որ նյութապես դժվար է։ Ասում են, սպասի թող կայանա։ Կայանալը փողով է, ոչ։ Ես ամուսնացել եմ, մենք վարձով ենք ապրել երկար ժամանակ, մինչև ստացանք բնակարան պետությունից։ Կայանալը փողով չի։ Բնակարան ունենալով չի, կայանալը որպես մարդ ես կայանում։ Ամուսնացի ընտանիքիդ բեռը դիր շալակատ, որ դառնաս տղամարդ։ Ծառ տնկի, տղաբեր։ Կողքից էլ 16 հատ աղջիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի Լիա։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ էինք զրուցում։ Լիա ջան, վերջին հարցը։ Վերջին ես գիտեմ, որ դուք անընդհատ գրում եք եւ նոր գրքեր եք հրատարակում։ Վերջին ձեր գիրքը ո՞րն է, ինչի մասին է։ Այդ 9-րդ գիրքը բանի ուղղակի պատմվածքներ էին, այդպես ուրախ պատմվածքներ եմ գրել ժամանակին, իմի բերեց։ Բայց հիմա սկսել եմ մի հատ գիրք, որը ինձ էլ է կակաս դարձրել, որովհետև այնուամենայնիվ ես հետազոտում եմ, նոր եմ գրում։ Ես համոզվում եմ, որ հայերենը նախալեզուն է մարդկության։ Այդ թեման է բարձրացրել։ Դե ձեզ հաջողություններ եւ հետո կխոսենք, երբ որ արդեն գիրքը պատրաստ կլինի, մենք քիչ մեծ կկիսվենք ձեր հետազոտություններով եւ բացահայտումներով, որովհետեւ դուք հայտնի եք ձեր բացահայտումներով։ Մենք լսում էինք Լիա Ավետիսյանին, զրուցում էինք, շփվում էինք Լիա Ավետիսյանի հետ, զրուցվար մեր Գայան Առաքելյանը, բարին ձեզ։